Քննարկման սրահը կիսազինվորական, կիսաքաղաքացիական պատրաստ է։ Լապթոփերով, կրիչներով, հաստափոր դիպլոմատներով իրենց տեղն են զբաղեցնում բոլոր մարզերում, հանրության բոլոր շերտերի կարծիքներն ուսումնասիրած ներկայացուցիչները։ Ուղիղ 1600 կարծիք։ Պատիվ ունեմ, ես եմ դիտակետ։ Սեղանին զինծառայողներին վերաբերող կարևոր 3 ծրագրերն են։ Ինչ են ասում Հովհաննես Գրիգորյանի 1600 հարցվածները, Թևան Պողոսյանի բերած 1500 կարծիքները, ինչ են առաջարկում մտավորականները, ազատամարտիկները, գործարարներն ու լրագրողները։ Հանրային քննարկումների երկարատև փուլն ամփոփում են Գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ։ Արդյունավետ քննարկման նախապայմանը սեղանի շուրջ նստածները գիտեն։ Պիտի անկեղծ ու անկաշկանդ թվարկեն ոչ միայն դրականը, այլ նաև փոխանցեն մարդկանց մտահոգությունները։ Վերջին հաշվով բանակը հանրությանն է, քննարկվող ծրագրերը հենց դա են հաստատում։ Ամեն ինչը գաղտնիությամբ շղարշով պատելը կարող է հաճախ թերությունները կոծկելու եւ լայն հասարակությունից խնդիրներն ու թերությունները թաքցնելու հարմար պատրվակ լինել։ Սկսեց ծրագրերի մտահղացման հեղինակը, Պաշտպանության նախարարը քննարկումների բոլոր փուլերին է հետևել, հիմնականում դրականն է լսել, բայց շատերը ծրագրի մանրամասները լիարժեք չգիտեն։ Մեր հիմնական նպատակն է տալ ընտրության հնարավորություն կողմնորոշվելու, թե յուրաքանչյուրի համար իր ակադեմիական նպատակների, խնդիրների, մասնագիտական նպատակների, խնդիրների ֆոնի վրա որն է այլ ընտրանքը եւ որն է իր համար ավելի նախընտրելի ճանապարհը։ Սա է առանցքը։ Հանրային խորհրդի նախագահ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը չի հիշում մի դեպք, որ բանակը հանրության հետ ծրագիր քննարկի։ Սա առաջինն է։ Սեղանին դրված փաթեթները Վազգեն Մանուկյանը իրատեսական է համարում։ Ինչքան շուտ սկսեն իրագործել, այնքան լավ։ Ես կարծում եմ, որ այս քննարկումները, այս նոր ծրագրերը առավել եւս մեծացնում են վստահությունը բանակի նկատմամբ։ Սկսենք, հետո կերևա։ Ուշադրություն դեպի էկրանը, սոցհարցման արդյունքներն են հրապարակվում։ Տեղյակությունը ցածր է, բայց նույնիսկ այդ պայմաններում մեծամասնության կարծիքը դրական է։ Մոտարապես 40%-ը շատ դրական են արտահայտվել եւ եւս 32-ից 39%-ը ավելի շուտ դրական, քան բացասական։ Որոշիչ է նաեւ այն, որ ծրագրերը կամավոր են։ Հարցվածների 4%-ի կարծիքով ծրագրերն իրատեսական չեն, պետությունը խաբում է։ ԵՍՄ-ին քիչ են վստահում, համարելով, որ պետությունը զինվորին 5 միլիոնը հետո չի տա։ Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ սոցիոլոգիական հետազոտություններում 80%-ին մոտ թվերը արդեն շատ խոսուն են, այսինքն երբ որ դրական վերաբերմունքը լինում է 52%, 53%, կարող ես խոսալ որոշակի խնդիրների մասին, բայց 70-80% անոց արդյունքը բավական վստահելի տպավորություն է թողնում։ Լայն ճակատով մարզային քննարկումների արդյունքը Թևան Պողոսյանը բերել է ֆոտոներով, վիճակագրությամբ, թվերով ու խաղարկված սցենարներով։ Մինչև քվեարկության արդյունքը հրապարակելը Թևան Պողոսյանը շեշտեց, իրենք էլ են որպես գլխավոր մտահոգություն առանձնացրել վստահության պակասը։ Մարդիկ ասում են չենք հավատում, որ գումարը կտան, մտածում են, որ ինչ-որ մի բան այն չի լինելու, անպայման ասում են, որ այստեղ երևի այս ծրագրի մեջ կան ինչ-որ քողարկած բաներ, որ մենք մանրամասն չենք իմանում։ Բոլոր կարծիքներով թերահավատությամբ ու վստահությամբ հանդերձ խաղարկվող սցենարներից ամենաշատը առաջարկվող մոդելին են կողմ քվեարկել։ Այսօրվա համակարգի պահպանումը եւ այդ կամավոր այլընտրանքային հնարավորությունը մոտ 63% էր։ Քննարկմանը զինծառայողներ, կուրսանտներ եւ ուսանդողներ են ներկա։ Հրամանատարությունը զինվորների կարծիքն է փոխանցում։ Իրենց հնարավորություն տրվեր նոր տարբերակով զորակոչվելը կընտրեին։ Քարոզում ենք, որպեսզի իրենց եղբայրներին, բարեկամներին այդ ծրագրի մասին հասցնեն, որ նրանք զորակոչվեն այդ ծրագրերով։ Երրորդ ծրագիրը դիտակետն է, դրան գրեթե բոլորն են այո ասում։ Դիտակետում կպահեն զորամաս առ զորամաս, ղեկավարությունը զորացրված տղաներից կիմանա, որտեղ ինչ է կատարվում, որ զորամասում ինչ թերություն կա։ Այս գաղափարը հենց այս կարգի շփումներում է առաջացել զինծառայողների հետ։ Մենք էլ կիմանանք մեզ մոտ թերացումներ, ինչ հարցեր կա, որ ավելի ճիշտ կազմակերպենք։ Գերագույն գլխավոր հրամանատարը 15-20 հոգու գրեթե առանց ընդհատելու լսեց 3 ժամ։ Բոլոր կետերը, կարծիքները ծանրութ թեթև ու հրապարակեց իր մոտեցումը։ Գլխավոր տեղում զինվորին է դնում, 3 ծրագրերի հիմքում էլ հայրենիքի պաշտպանն է։ Նրա համար են լրացուցիչ պաշտպանվածության հնարավորություն ստեղծում։ Հենց այդ տեսանկյունից է Սերժ Սարգսյանը մոտենում խնդրին։ Ես եմ եւ պատիվ ունեմ ծրագրերի միջոցով մենք այժմ նոր հնարավորություն ենք ստեղծում մեր երիտասարդության համար։
Առաջարկված լուծումները ճկուն են եւ երկարաժամկետ։ Թևան Պողոսյանը քննարկումներից մի կարծիքել էր առանձնացրել։ Որոշ մարդիկ թերահավատորեն ասում էին, որտեղից պետությանը այդքան փող, որ 5 միլիոնական դրամ տա զինվորներին, եթե փող կա, թող զենք առնեն։ Նախագահի խոսքում հակառակը, ընդգծված վստահություն կա։ Վստահ եմ, որ առաջարկված լուծումները շատ արագ դրական արդյունքներ են տալու։ Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ, եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին։ Նոր զենք ու զինատեսակ ձեռք բերելու մասին Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, բանակը օրորի է ուժեղանում։ Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, այդպես ես չեմ կարող ձևակերպել, բայց ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք եւ զինամթերք, որպեսզի լուծի իր առջև եղած խնդիրներ։ Բավականաչափ քանակի եւ որակի զենք ու զինամթերք գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ, ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում։ Քննարկման ավարտին նախարարները հանրարարություններ գրի առան, իմի բերել բոլոր արդյունքները, առաջարկներն ու դիտողությունները, սկսել հաջորդ փուլը, օրենսդրական նախաձեռնության մշակում։ Կրթությունն ու պաշտպանությունը համատեղ կառավարության որոշում կպատրաստեն, որ սկսվի պատիվ ունեմ ծրագրի փորձնական փուլը։ Շակե Ղազարյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական, Դիլիջան, Տավուշ։